Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է իր սոցիալական էջերում շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Օրերս Ռոզան կիսվել էր իր լուսանկարներից մեկով և կից հուզիչ գրառում արել։ Ամենամեծ ցավն աշխարհիս վրայի ցանկությունն է դիպչելու դիմացինին ու դրա հնարավորությունը չունենալը։ Ամենամեծ անարդարությունը ապրել աշխարհում, որտեղ ոչ մի անկյունում չես գտնի քեզ ամենահարազատի մարմինը։ Ամենամեծ վախը մնալ մենակ չլինելով հանդերձ։ Լուսանկարին կից գրել էր դերասանուհի Ռոզա Դավթյանը։ Իսկ այժմ անդրադառնանք աստղային այլ նորություններին։ Վերջին շաբաթների ընթացքում դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստանում է։ Նա նոր տեսանյութեր է հրապարակել, պատմելով իր ծննդյան օրվա առիթով ստացած շքեղ ու չափազանց շատ ծաղկեփնջերի մասին, ինչպես նաև առաջին անգամ սոցիալական հարթակներում խոսել է հայերեն։ Star News-ը ձեզ ներկայացնում է տեսանյութերն առանց մեկնաբանության։ Ջան, բարև ձեզ։ Դուք միշտ հարցնում եք ինձ, ես խոսում եմ հայերեն, թե չէ։ Դրա համար ես որոշել եմ այսօր խոսամ միայն հայերեն։ Դե պարզ չէ, որ խոսում եմ ու գիտեմ հայերեն, որովհետև ես հայ եմ։ Ուղղակի ես ունեմ սփյուռքահայ ակցենտ, դրա համար մի քիչ ամաչում եմ։ Ու ես ես ավելի շատ ասեմ, ես համարում եմ մեր հայերեն լեզուն աշխարհի ամենասիրուն լեզուն։ Դե գիտեք, ուղղակի իմ հետևորդները 90%-ը հայերեն չգիտեմ, дրա համար ես միշտ խոսում եմ ռուսերեն։ Да ինչ կասեք, շատ խայտարակվայի այսօր, թե նորմալ է։ Ребят, я сейчас гуляю по вечернему Еревану и уже в который раз сталкиваюсь с одним очень популярным вопросом, хотела бы обсудить с вами. Короче, люди, встречая меня одну на улице, говорят, а почему вы без охраны? Мне кажется, что у многих артистов или у людей чаще всего, чем ниже рост, тем больше охранников. Вы замечали эту связь или нет? Не знаю, зачем она нужна сейчас. Ребята, вы себе представить не можете, в каком я восторге каждый раз, заходя в свой номер. Вы просто посмотрите, какое здесь количество. Я даже не знаю, как им показать, чтобы вы понимали масштабы всего, что я получила. Смотрите, на просто размеры, да, букетов. Это просто вот эта розовая любовь. Вы знаете, да, что номер насколько сильно усыпан цветами? Один букет краше другого. Один букет пахнет вкуснее, чем другой. Я просто даже не знаю, сколько, мне кажется, мне нужно много сториз, чтобы показать каждый букет. У меня нет слов, чтобы выразить благодарность всем за такое внимание в мой адрес. Я в шоке, спасибо. Դերասանուհի Անահիս Սարդարյանն էլ շարունակում է իր սոցիալական էջերում բարձրացնել հասարակական ու քաղաքական մի շարք հարցեր։ Հերթական անգամ նա խոսել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ու երկրում տերող իրավիճակի մասին։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու խոսքը։ Այդ տղերք, ովքեր որ մտնում են տներ ու մարդկանց իրենց տներում իրենց ընտանիքների աչքի առաջ իրենց 90 տարեկան մամայի աչքի առաջ 70-անց մարդուն բոլորին տալով ես ամենայն անկեղծությամբ վիդեոն նայելուց այստեղ սա կանում են այստեղ ուսս ուլ չի գնում վայ մեզ բոլորիս որ այս աբիժնիկները չինքնահաստատվածները մեր գլխին են վայ մեզ սա Ծառուկյանի մասին վիդեո չէր սա լավում եմ ինչ ասում ես թվում է ով հասկանում ով չի հասկանում ինչ ուզում ես ասա Ալիս Հայատյան չգիտեմ դուք ոնց ես երեկվան ճշտի չեմ գալիս այդ վիճակից եւ հարցը ամենևին Գագիկ Ծառուկյանին վերաբերող չի հարցը ազդակ էր մեր բոլորիս որ այլևս անբարոյականության նշաձողը ելեն տեղում չի որտեղ որ մենք գիտենք որ ասում թե ստեյից ենքում չեն անցնում թե ընտանիք չեն մտնի թե այդ գիծը չեն անցնի մարդուն տանդեմը ոչ մի բան չարած ինքն ընդհանրապես դուրն է բացել ձեզ դիմավորելա ոչ տերորիստ է ոչ ահաբեկ ոչ մի բան սենք չկա ձեռը դիմադրություն չի տալի նայեք այն որ ասում է չտեսան բաբից կախ տեսան ջակրից կախ այդ լրիվ այսօրվա այդ մասայի մասին է որովհետև երբ որ մասա որ ինքը իրանով չինքնահաստատված է լինում այդ հենց իրանց ոնց որ
տալիս ես վլաստ, այսպես ասած, իրանք այդ վլաստը չեն կարող մարսել, որովհետև քրիստոնեաբար օգտագործել այդ իրանց մասին չի, իրանք դառնում են փոքրիկ իրաց մեջի սատանան ավելի ամեցան։ Դեսնաց դարձի բերել անիմաստ է, սրանք եկեղեցի պղծող, եկեղեցու սուպի պատարակ բեմադրող, սրբազան կալանավորող, էջմիածին ածը մասկեքով ներխուժող, սրանք բարերարին ամիսներով, տարով բերթերում պահող, սրանք մյուս բարերարին այսպես գետին տապալող, իրանց մասին չի, ես դիմում եմ հաջորդ են մարդկանց, ովքեր կվերոշեն Հայաստանում առաջնորդ լինել։ Նախ եղեք ազնիվ ձեր բոլոր նկրտումների մեջ, որպեսզի մենք ձեր հետևից քայլելուց նույնիսկ եթե սայթակեք օգնենք բարձրանալ, բայց երբեք չսպեք մեզ, երբեք ձեր դեմքը մեզանից չթաքցնեք, որ մենք չհասկանանք թե ինչ եք ուզում անեք, եւ կեսից եմ որ որոշեք, որ կապը մեր հետ կտրվի։ Եղեք այնպեսի առաջնորդ, որը որ խաղը այս ամեն ինչը չի անի նույն սրանց այդ մասայի հետ, որովհետեւ մենք վերջ-վերջը պիտի վերադառնանք մեր քրիստոնեական արմատներին եւ այս բեյսպրիձելը մի օր պիտի վերանանք։ Եթե այն ժամանակ պատերի տակ նստում խոսում էին, չնայած ոչ միայն պատերի տակ են, որ Արցախը տվել էին սրա ջեբը, քցինեն ինչը արել էին սրա ջեբը, այս հարիվը, էսի սենց, այնին հենց, ապա ես ուզում եմ ասեմ, որ я признаюсь, մի մենաշնոր սրանք ունեն, որ մենակ իրանցնա ոչ մեկի մեջ իրանց սեփական աշնորհնացնա, իրանց ներդրածնա, ու իրանք ֆուլը տեղ 100%-անոց սեփականատերեր են, դա ատելությունն է, իրանք բերել են գեներացիոն այս երկրում, ու այն ինչ որ կատարվում է այսօր այս երկրում, հասարակ մարդկանց նույնիսկ միջով, իրանցն է, ու իրանք են պատասխանատու դրա համար, ու ես վստահ եմ մի օր դրա համար պատասխան տալու եմ, եթե ոչ մեր ժողովրդի, ապա Աստծո առաջ հաստատ, բայց դե երևի չեն հասկանում, էլի, այնքան քրիստոնյա չեն վրա ամեն ինչ հասկանան։ Բայց երեք կատարվեց մի բան Facebook-ում, որը ինձ ուղղակի զարմացրեց։ Մեր Աննային Հովհաննիսյան սկսեցին գրել ինչ-որ ստատուս էր դրել, որ կենթանասերները ուրեմն, սկսեցին ինչ-որ վատ բաներ գրել, բայց Աննան ընդհանրապես հարց դրել, ասում է, աղա, խոսենք սրա մասին, ինչա կատարվում, առից ասակել։ Դուք մենակ պիտի տենեք Աննային ինչա։ Ինձ համար շատ տհաճ էր կարդալ Աննայի մասին բաներ, որոնք որ չէր վերաբերվում իրան, որ ինքը չգիտեմ գովազդվող է, երեխեքի հիվանդությունների վրա ինքն այդ չկա իր մասին չի։ Եթե իրան անձնապես չեք ճանաչում, ուրեմն ես սիրով կարող եմ միջնորդ հանդիսանալ, ծանոթացնել եւ վստահ եմ, որ Աննան ձեր կոմենտներին պատասխանել էր, որ դուք էլ գործ արած մարդիկ եք, ես անձնապես ձեզ չեմ ճանաչում, միգուցե շատ մեծ գործ ունեք արած, Աստված օրհնի ձեզ ձեր արածի համար, բայց իրար դեմ լարվել Online տենց բաներ գրել մի բանի համար, որը անձնապես ձեզ չէր վերաբերվում, ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ։ Ես կոչ եմ անում, որպեսզի մենք մարդիկ ովքեր, որ այս երկրում անում են ու դեռ անելիքներ ունեն, ուղղակի իրար դեմ նեգատիվով եւ ատելությամբ չտրամադրվենք, որովհետեւ ցավոք իրանց ուզածը սա է։ Այո, որ մենք իրար սկսենք ատել ու մեջից ներսից հենց կրծել։ Անջան, ես քեզ համբուրում եմ, գրկում եմ, գիտեմ արածդ գործը ու գիտեմ թե ինչքան ուժ ու եռանդես դնում եք ամեն ինչի